Համաշխարհային կինոյում մի փոքր անցում է կատարվում սուպեր հերոսների հետ, սուպերգերոյսկի, Մարվելի եւ այլն այդ ֆիլմերից անցում է կատարվում ինչ որ ավելի բնական դրամատիկ պատմությունների, որովհետեւ ես ինչքան տեսնում եմ արդեն այդ սուպեր հերոսների պատմությունները մի քիչ ավելի քիչ կասա են հավաքում ու բավական մեծ վնաս են ստուդիաները կրում, դրա համար նախ դե սերիալային ինդուստրիայի մասին բոլորս գիտենք, որ անընդհատ ինչ որ լավ սերիալներ են նկարահանվում, դա միշտ ձեռք է տալիս Netflix-ով, մնացած իրենց հարթակներով, Amazon-ով եւ այլն, բայց ես նկատում եմ կինոարտադրության մեջ այդպիսի տենդենս, որ սուպերհերոսներից անցում են կատարում նորից ավելի բնական շատ լավ է իմ կարծիքով, հա, շատ լավ է, որովհետեւ իմ սիրած բանն են անում էլի, այսինքն ժանրային տեսանկյունից անում են ինչ որ ես սիրում եմ, այնպես որ իմ համար կոնկրետ լավ է, թեկուզ որպես հանդիսատեսի։ Բայց Եվրոպայում մի բան էլ է նկատելի, որ այնտեղ շատ նախընտրություն է տրվում ինչ որ սոցիալական թեմաներին ավելի շուտ։ Եվրոպայում շատ, եվրոպական կինոն ուրիշ է։ Եվրոպական կինոն երբեք ամերիկյան չդարձավ։ Ամերիկյանը ավելի տենց մասշտաբային, այդ բլոկբասթերների վրա են հիմնականում հիմնված, իսկ եվրոպական կինոն այդ իմ երազած կինոն է, որ ասում եմ Հայաստանում պիտի այդպեսին դառնա, էլի, այսինքն դրամաներ են, որտեղ որ մարդկանց պատմություն է, սովորական մարդկանց պատմություն, սովորական սիրո պատմություն, որտեղ կան ինչ որ հետաքրքիր զարգացումներ, ընկերների մասին եւ այլն, այսինքն այն ինչ որ մենք կարող ենք անել, որ նաեւ բյուջեի տեսանկյունից բավական հեշտ կլինի, ուղղակի մնում է մեր հանդիսատեսին սովորեցնենք, որ իրենք դրա համար պիտի գումար ծախսեն, գան կինոթատրոն, որովհետեւ ֆրանսիացին դա անում է։ Գերմանացին, բելգիացին անում են, իրենք դա անում են։